Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրից հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը դեռևս անհայտ հանգամանքներում պոկել ու նետել են աղբամանը, իրավունքի տեսանկյունից սա կոչվում է կամ խուլիգանություն, կամ վանդալիզմ։ Ուղղակի զարմացանք է, կսմդիկ ինչ մատերիալ է, որ պոգել են, թե ով է պոգել չի դա։ Ոսկե չէ, տեղին մեդաղ է, թե ինչ է, երևի լատուն է, ինչ է։ Ամեն դեպքում ինչպես կորակեք այս քայլը, միթե Շատ վատ, անշնորհք։ Երևի հետևողական չեն դրա համար։ Դեպքը վաղ առավոտյան պատահաբար հայտնաբերել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, որոնք հուշահամալիրի տարածքում իրականացրել են մաքրման եւ կանաչապատման աշխատանքներ։ Հուշահամալիրի ստորին հատվածում գտնվող պատվանդանների վրա հստակ երևացել են պոկված գրությունների եւ վնասված քարերի հետքերը, ընդ որում տառերն էլ հայտնաբերվել են աղբարկղից։ Ներկայում Գյումրու համայնքապետարանում զբաղված են վնասված հատվածների վերականգնմամբ եւ պատրաստվում են դեպքի առթիվ պաշտոնական հաղորդում ներկայացնել ոստիկանություն։ Իսկ թե ինչ իրավական գնահատական կարող է ստանալ կատարված, ինչ պատասխանատվություն է նախատեսված նման դեպքերի համար եւ արդյոք այս դեպքով փորձ է կատարվում սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, այսօր լրատվականը կներկայացնի ավելի ուշ առանձին անդրադարձով։ Աստղիկ Խաչատրյան, Խանովան։